Կրկնում եմ, իսկ որտեղ է գրված, որ որևէ ձևով արգելված է ծափահարությունը, եթե մարդու ցանկություն է որևէ բան ծափահարելը։ Դե կներեք, կրկին անգամ ուզում եմ ասել, յուրաքանչյուր մարդ ազատ է կատարել այն, ինչը որ ինքը ցանկանում է կատարել, պահպանելով օրենսդրությունը։ Կներեք, ես նման բան չեմ տեսել։ Ոչ։ Չեմ տեսել նման բան։ Կներեք, չեմ տեսել եւ խնդրում եմ ավարտենք։ Հարգելիներս, հիմա ես լսեք, էլի խնդրում եմ, մի վարքյան։ Հաջան։ Ինչու եք հունից դուրս։ Ո՞վ է հունից դուրս գալիս, Նարեկ ջան։ Ես շատ հանգիստ պատասխանել եմ ամեն անգամ, կներեք, խոսում եմ, մի ընդհատեք։ Ամեն անգամ, երբ որ դուք ինձ կանգնացնում եք հարցազրույցի, ես շատ համբերատար կանգնում եմ, պատասխանում ձեր յուրաքանչյուր հարցին, վերջում դուք մի հատ նմանատիպ ռեպլիկ եք բացում, ինչու եք դուրս գալիս հունից։ Որտեղ տեսակ որ ես հունից։ Դուք տեսել եք որևէ ժամանակ, երբ որ ես հունից դուրս եմ գալիս։ Դերևս մի հարց է։ Հարգելիներս, նման բան գոյություն չունի, համբերատար պատասխանել եմ յուրաքանչյուր հարցին, հիմա պետք է անցնեմ իմ աշխատանքին։ Շնորհակալություն եմ, լսում ձեզ։ Պարոն Թովմասյան, քանի որ գույքերի թեման արձարծվեց, թույլ տվեք հարցնել, եկեղեցականներից, հոգևոր սպասավորներից շատ են մարդիկ, սուբյեկտներ, որոնք գույքեր ունեն, մասնավորապես ապօրինի ծագման, գիտենք, որ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի գույքի օրինականությունը վիճարկվում է դատարանում։ Նրա կարգավիճակում գտնվող այլ եկեղեցականներ կան, որոնց գույքը վիճարկվում է։ Նայեք, ես տեղեկատվություն չունեմ նախ եկեղեցականների վերաբերյալ, այսինքն եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, աշխատավայրը, որպես այդպեսին կադաստրի կոմիտեին հայտնի չէ։